Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, նախ շնորհակալություն այս ժամին միանալու համար եթերին եւ ես կցանկանամ խոսել որպես քաղաքացի, կցանկանամ խոսել խաղաղությունից, այդ օրակարգից, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետությունը եւ ազգային ժողովն էլ այսօր հաստատեց ու Դա ամբյոնից շատ խոսույթներ լսեցինք, երևի համացանցում էլ տարածված են, բոլորի մոտեցումների հետ երևի ծանոթացել եք, ազգային ժողովի ընդդիմադիրները տեղում չէին, հետո իհարկե ինչ-որ ձևերով փորձեցին արդարացնել, բայց հեսա դրան էլ կանդրադառնանք, այդ չի հարցը, բայց ես չեմ ուզում խոսքս վերածվի բանախոսության կամ ելույթի, ոնց որ օրինակ ազգային ժողովում ա եղել, ազգային ժողովում ինչ պիտի ասվել է, Դրանից ավելին անգամ ձանձրացնող ու հոգնեցնող կարող էր լինել։ Կարող քաղաքացիները դուրս գեն, ասեն դա հասկացանք, որովհետև վաղուց են հասկացել, թե ով է եւ ինչի մասին է։ Բայց ես հիմա ուզում եմ որպես քաղաքացի մեկնաբանենք սա ինչ է, որովհետև հասարակության շրջանակներում մեր քաղաքացիների բոլորս միջավայր ունենք, չէ, ընկերական շրջապատ ունենք, հարազատներ ունենք։ Լսում ես հարցեր, լսում ես խոսույթ ու Այդ հարցերը երբեմն զարմացնող են, երբեմն ուսուցանելի անգամ իրենց հարց լինելով դեռ միջև պատասխանը։ Բայց քաղաքացիներով եկեք քննարկենք, էլի ամեն դեպքում քաղաքացիների շրջանակներում կան մարդիկ, ովքեր կարծում են, թե սա օրինակ թուրքական պարտադրանքով է տեղի ունենում, կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ոչ պետք է վրեժխնդրությունը մնա, մենք պիտի դեռ, չգիտեմ, ինչ չանենք, Պիտի վերադարձնենք մեր պատմական հայրենիքը, բա ինչ է ստացվում, բա հիմա չպիտի երկենք էլ հասնենք ստացվում մուշնուվան, բայց այս ամեն ինչի մասին եմ հենց ուզում որպեսի խոսենք։ Իմ կարծիքով մենք մեր հասարակության մի հատվածը այնքան էլ լավ չգիտակցում խաղաղության արժեքը մի պատճառով, որովհետև սովոր ենք եղել կոնֆլիկտով ապրել։ Ու գիտեք տպավորությունը, թե այնպես է, որ եթե հայ ես, դու հայ ես, ոչ թե եթե, այնպես են կառուցել արդեն, որ եթե դու հայ ես, ուրեմն դու պիտի թշնամի լինես, ընդ որում թշնամի թուրքերին, ուրիշ ոչ մեկի, բացարձակ ոչ մեկի, որովհետև նրանք ցեղասպանություն են իրականացրել։ Վերջ, այն որ թուրքերը Օսմանյան կայսրությունում հայ ժողովուրդը ցեղասպանության է ենթարկվել, սա իրականություն է։ Մնացածը միֆոլոգիայի ժանրից է, որովհետև մի 30 տարի անգամ դրանից չենք խոսել։ Հա, ցեղասպանությունից անմիջապես հետո։ Պատկերացրեք հիմա արցախցիները էթնիկ զտման են ենթարկվել, մի 30 տարի ոչ ոք թույլ չտա նրանց դրանից խոսելու եւ մի 30 տարի հետո երբ որ հարմար լինի, ասենք այ հիմա կարող եք խոսել, ընդ որում ռոպագանդիստական որոշ աշխատանքներ տանելով, մեջները արթնացնելով հիշողություններ եւ նրանց օգտագործենք այլ նպատակներով։ Այս մոտավորապես սա է տեղի ունեցել։ Հիմա ես ուզում եմ ժողովուրդ ջան, կլինեն մարդիկ, ովքեր որ այլ կարծիք ունեն Շատ լավ, շատ նորմալ է, բայց ես ուզում եմ ամենաշատը այդ մարդկանց հետ զրուցել։ Տեսեք, ինչպիսի բաներ պատտվում։ Այ քանի որ թուրքերը ցեղասպանություն են իրականացրել, ուրեմն իրանց հետ չպիտի հարաբերություններ լինի, քանի որ Ադրբեջանի հետ պատերազմ ա եղել ըստ էության Արցախի եւ Ադրբեջանի միջև եւ Հայաստանն էլ լինելով Արցախի անվտանգության հովանավորը իր ներդրումն է ունեցել եւ հայ ժողովուրդը եղբայրների կողքին է եղել կամավորական թեկուզ սկզբունքով հիմնականում սկզբի շրջանում, ուրեմն չի կարելի գնալ խաղաղության, քանի դեռ հարցերը լուծված չեն։ Ու այստեղից սկսվում են դիլեմաները առաջին հայացքից։ Եվ քանի որ Թուրքն ու Ադրբեջանը նույն ժողովուրդն են, երկուսն էլ թուրք են, Ուրեմն երկուսի հետ էլ նրանք ցանկանում են վերականգնել մեծ թուրանը, այս խոսակցությունն էլ է այստեղ մի քիչ ավելանում, մենք պիտի ոչ թե գնանք
նրանց հետ հաշտեցման, այլ պիտի ճիշտ հակառակ պատրաստվենք, չգիտեմ ինչ անենք։ Եվ այ հարաբերությունն էլ եթե Ռուսաստանի հետ լավ լինի, Ռուսաստանը մեզ կաջակցի այդ հարցում, որովհետև Ռուսաստանը թույլ չի տա մեզ թուրան։ Մոտավորապես այսպեսի խոսակցություններ են գնում, որը չի դիմանա քրիտիկայի, անկեղծ չի դիմանա։ Նախ եւ առաջ, սկսենք խորքից։ Նախ եւ առաջ չի դիմանա, որովհետև ինչպես է Ռուսաստանը ընդունակ մեզ պաշտպանելու բոլորիս է հայտնի, եւ խոսքը ոչ միայն 23 թվականի Արցախի էթնիկ զտման լուր համաձայնության մասին է, եւ ոչ էլ 22 թվականի պատերազմի ժամանակ դիրքերից թռնելու մասին է ռուսական զորքի, այլ պատմական է։ Պատմական փաստեր կան։ Գումարած այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, առաջին հանրապետությունը օկուպացվել է Ռուսաստանի կողմից։ Բայց սա թողնենք, սրա նույնպես տարբեր մեկնաբանություններ կան։ Եվ մինչ այդ էլ Ռուսաստանը ըստ էության վաճառքի է հանել իրեն ենթակա հողերը, այդ թվում նաև մեր Հայաստանը, Արևելյան Հայաստանի մի հատվածը։ Այսքան Ռուսաստանը մեր համար ոչ մեկի հետ կռիվանող չի։ Սա մոռացեք, սա աշխարհի մեծ հեքիաթն է, որը կա։ Ոչ մեկի, ոչ միայն Ռուսաստանը, ոչ մեկի համար կռիվանող չի, եթե չկան շահերի համընկումներ։ Իսկ Ռուսաստանը այս բարակայում չունի շահի համընկում Հայաստանի հետ բացարձակ։ Չի ունեցել, իրեն տարածքն է հետաքրքրել, ոչ թե Հայաստանը որպես անկախ միավոր։ Հիմա եկեք միասին մտածենք ժողովուրդ։ Ինչ պահանջ ունենք։ Տեսեք, ձեր տրամաբանությունով եմ էլի հիմնվում փորձում գնալ են մարդկանց, ովքեր ասում են պետքա թշնամանքը պահպանել, միջև հզորանալ ու հետ բերել։ Նախ, եթե թշնամանքը պահպանում ես, քեզ ոչ ոք չի թույլ տալու, որ դու հասցնես հզորանալ։ Եթե դու չես գնում ես կոնֆլիկտի տրամաբանությամբ, տալիս ես դրանով հնարավորություն իրենց ցանկությունները իրականացնելու։ Այսինքն դու չունես այդ ժամանակը, ոչ էլ ունեցել ես։ Եվ եթե մի 25 տարի պայմանական խաղաղություն եղել, հրադադար եղել, խաղաղություն չի եղել։ Դա եղել է նրա մասին, թե ինչպես ես ինչը զիջում։ Վերջ։ Չենք սպանում, չենք հարձակվում, որ մինչև տենանք դու ինչն ես զիջում, ես պիտի զիջես, դու մինչև նախագահներից վերջին ես տեղն է հասել, բանը Սերժը։ Ասել ախպեր ամեն անգամ ինչ տալիս ենք, ես Ալիևը ավելին է ուզում։ Դա ասել է պաշտոնապես, պաշտոնական ձևով, բանը, ազգային ժողովի ամբիոնից։ Այսինքն, ոնց եք կարծում, պատկերացեք Նիկոլ Փաշինյանը, ասում էր ախպեր ջան, 3 միլիոն վարչապետ կա մեր երկրում։ Իհարկե, այդ խոսքը մի քիչ փոխաբերական իմաստով էր, ոչ թե պաշտոնով վարչապետ, այլ որոշումներ կայացնելու մասով, առաջարկներ անելու մասով, անմիջական մասնակցություն ունենալու մասով, ակտիվ մասնակցություն այս կամ այն որոշումները։ Մի խոսքով։ Հիմա 3 միլիոն վարչապետերից որևիցե մեկը, ասենք թե օրինակ Պողոս ջան, Պողոս, X անունով դիմենք, ասենք թե Պողոսը դեմ է, ասում ախպեր ջան, այս խաղաղությունը ոչ թե դեմ է, լավ, ուրիշ ձև ձևակերպենք, դաշնակցությունը այս վերջին շրջանում ուրիշ ձև է ձևակերպում, արժանապատիվ խաղաղություն։ Ասում ես լավ, իսկ ո՞րն է արժանապատիվ խաղաղություն։ Խաղաղության արժանապատիվն ու ոչ արժանապատիվը ո՞րն է, որովհետև տես, եթե խաղաղություն չի, ռազմական գործողությունները ընդհանուր կապիտուլյացիա։ Դրանից հետո կարող է եւ խաղաղվել իրավիճակը։ Բայց դա խաղաղություն չի։ Խաղաղությունը չի լինում, դա արժանապատիվ բառը իրավական տերմին չի։ Հասկանում եք։ Խաղաղության են գնում։ Չեք ուզում, ասենք, պիտի սկսենք հարաբերվել Ադրբեջանի հետ։ Այո, պիտի քիչ-քիչ թշնամական մթնոլորտը փորձենք, որքանով էլ որ բարդ է, փորձենք թե Ադրբեջանի, թե Թուրքիայի հետ զրուցելուց, խոսելուց կամ համագործակցելուց, պիտի փորձենք քչացնել առնվազն, չեմ ասում վերացնել, դա այս ամենայն դեպս այս փուլում անհնար է բոլորս ենք գիտակցում, պետք է քչացնել։ Չէ ախպեր, տես չի լինի։ Իրանք իմ թշնամիներն մինչև վերջել մնալու են, ասում նա է ցավը տանում, իմ թշնամինել են, ես էլ քեզ նման կարդացել եմ գրքեր,
Ունեցել եմ ավակ սերունդ, ովքեր ինչ որ քեզ են ասել նույնը ինձ, սովորել եմ նույն դպրոցում, ինչ որ քեզ են ասել նույնը ինձ, եւ ես այդպես եմ դաստիարակված, քո նման։ Բայց հիմա ողջախոհությունը այլ բանի մասին է հուշում։ Հասկանում ես։ Տես, առավել եւս որ դու գիտես, որ Ադրբեջանն ու Թուրքիան ախպերություն են անում։ Չնայած մի քիչ սխալ գիտեք, որովհետեւ ադրբեջանցիներն ու թուրքերը նույն ժողովուրդը չեն։ Իրանք նույն այնտեղ շատ բաներ կա, էլի, շատ չմարանամ, ամեն դեպքում իրանք էլ պատմական կոնֆլիկտներ շատ են ունեցել, ընդդուք մինչև ցեղասպանական դրվագներով։ Կամ էթնիկ զտում, մի խոսքով, ասես էթնիկ զտում չենք կարող ասել, էթնիկ չեն իրանք, բայց ամեն դեպքում ինչ որ դրվագներ եղել են, կոտորածներ եւ այլն։ Եվ մենք, քանի որ Թուրքիային դիտարկել ենք մշտապես թշնամի, խորհրդային միությունից անկախանալուց հետո է, Թուրքիան էլ ասել է Ադրբեջան, դե որ տենց է փակել է սահմանը, ու մենք թույլ ենք տվել, որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը ունենան ձեռք բերեն շահերի համընկում։ Սա եղել է մեր ապուշությունը։ Մենք դուրս ենք եկել ասել ենք նախ դեսի թշնամին է, այս էլ պատմական թշնամին է, չի քննարկվում, այս ենք ասել են Ադրբեջան, դե ոնց որ են կողմն ես կողմը, սա մեզ երկուսից թշնամի է ասում։ Համագործակցենք։ Մենք դրանով թույլ ենք տվել դա։ Դե Վարդանիկին ու Մարգոյին շատ կհիշենք դեռ։ Ես չեմ խոսում թե էլ ինչեր ենք թույլ տվել, հա, ես խոսում եմ այս երկու քարի արանքը լինելուց։ Հիմա, տղերք, էլ եմ ասում, սա քաղաքական խոսույթ չի, սա քաղաքացու խոսակցություն է։ Եկեք ցած մի հատ բան հասկանանք։ 3 միլիոն վարչապետներից մեկն եք, ձեզանից ցանկացած մեկին դնում են վարչապետ։ Ասում են բերեք տնենք ինչ ունենք, չունենք։ Բերում են ասում են Ադրբեջան, Թուրքիան սպառնալիք է, Ադրբեջանը սպառնալիք է։ Ինչ են կանում։ Երկու տարբերակ կա։ Սպառնալիքի դեմ առնելու։ Կամ առհասարակ առաջինը դու ես խփում։ Կամ բերում ես նրան, որ իրանք խփեն, բայց դու լավ ես մոշնի պաշտպանես ու հակառակվածով տարածությունս գնան։ Կամ գնում ես սրանց հետ լեզու գտնելու ճանապարհով։ Ասում ես լեզու գտնել։ Ասում ես արա տղեկ ջան։ Այսքան փող որ դնում ենք իրար խփելու վրա, մենք այդքան փողը եթե դնենք ենթակառուցվածքներ կառուցելու, ագին պերիոդ կընկնենք։ Օրինակ, հա։ Ինչի համար չհաստատել խաղաղություն։ Եկեք պայմանավորվենք, սա իմ պետությունն է։ Սա քո պետությունն է, սա քո պետությունն է։ Եկեք դուք իմ հանդեպ միջազգայինորեն ճանաչված սահմաններով իմ պետության հանդեպ ոտնձգություններ մի արեք, որովհետև ես ինքս ձեր միջազգայինորեն սահմանված տարածքներում ոտնձգություն չեմ ցանկանում անել։ Իհարկե, հայ-ադրբեջանական բանում մնում է նաև Արցախի թեմա, բայց կներեք, Արցախի թեման չի եղել Հայաստանի ու Ադրբեջանի թեման։ Սա միշտ ֆիքսեք։ Հայաստան-Ադրբեջան թեման ծագել է այն բանից հետո, երբ որ Արցախի ու Ադրբեջանի թեման դրել են Հայաստանի տակ, ներողություն ասացին, սա ուրիշ բանի համար չեմ ասում։ Եվ Քոչարյանը ասել է ես սաղի տեղը կինքնորոշվեմ ու կխոսամ։ Վերացել է ըստ էության Հայաստանի կողմից տարածքային պահանջի, իրավունքի եւ անվտանգության հարցը։ Այսինքն մենք երբ որ անկախացել ենք, Հայաստանի 3-րդ հանրապետությունը սեպտեմբերի 21-ին 91 թվականին երբ որ անկախացել է, բաց տեղ չի թողել։ Չի ասել է մենք ցած այս սահմաններով անկախանում ենք, բայց Արցախն էլ պիտի հայաստանյան միավոր դառնա։ Չէ, հայկական միավոր ասել են, հայաստանյան միավոր տենց բան չի եղել։ Աշխարհը Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Հայաստանի Հանրապետության սահմաններով։ Հասկանում եք։ Արցախի թեման այլ թեմա է։ Հիմա այս սրանք չեն ցանկանում օրինակ որ խաղաղություն լինի։ Ու դու որովհետև հասկանում են, որ
իրենք կարան հանգիստ քեզ կործանեն։ Կարան։ Մանավանդ որ դու դրա տեղը տալիս ես։ Ու տվել ես տասնամյակներով։ Բայց դու կարողանում ես այնքան դիվանագիտական հմտություն օգտագործել, որ բերես հասցնես հաստատություն ստորագրելուն եւ խաղաղություն հաստատելուն։ Այն իր մեծ աղբորն էլ, ասում ես, նու նայել եք, չէ՞ բանը Ջեք Վարաբեյը, բանը Պիրատի Կարիբսկого մորя, որը Պիրիգավորը։ Շո, հիմա, եթե սա օրինակ, թեկուզ ձեր ցանկալի ձևակերպմամբ արժանապատիվ խաղաղություն չի, կարելի է իմանալ ինչա։ Երբ որ դուք ասում եք սա արժանապատիվ խաղաղություն չի, սա Թուրքի հրահանգն է, ձեզ ասեմ, ժողովուրդ ջան, թուրքերը, ադրբեջանցիները հատկապես, չեն ցանկանում խաղաղություն լինի։ Երբ որ դուք ասում եք սա արժանապատիվ խաղաղություն չի, դրանով գիտեք ինչ եք ասում։ Դրանով ասում եք, որ Ադրբեջանը խաղաղություն է պարտադրում մեզ, մենք էլ չենք ուզում ընդունենք։ Կամ պարտադրելով ենք ընդունում։ Կներեք, առայժմ խաղաղության մասին Ալիևը տենց այնպես մի դրական էմոցիաներ չի արտահայտել, հա, մի երկու բան եղել է, բայց ընդհանուր առմամբ շատ դժվարությամբ է համաձայնել գա սրան։ Ինչ եք դուք ձեզ խափում։ Կամ ինչ եք թույլ տալիս, որ ձեզ խափեն։ Այո, Սամվելը ճիշտ ասում, խաղաղություն կնքում են թշնամու հետ, ոչ թե բարեկամի հետ։ Ինչ են ուզում, որ ցեղասպանություն, սա մեկ, երկրորդ, ինչ են ուզում, որ ցեղասպանությունը ուրանալու նոր հոդված ընդունվի, որպեսզի վիճեցվի խաղաղության գործընթացը, հետո կանչեն ու հա, Սամվել ջան։ Առհասարակ, երբ որ Հայաստանը ինքնիշխանության բերումով արտաքին դիվանագիտական ոլորտում մի քայլ է անում, ստեղ ակտիվանում է Թուրքի մասին խոսակցությունները։ Ընդ որում, ես ձեզ ասեմ, Թուրքի մասին այդպիսի խոսակցությունները թուրքերը շատ սիրուն հավաքագրում են, որոնք ինչ որ մի պահի օգտագործելու են մեր դեմ։ Եթե դուք ողջ չլինեք, օգտագործելու են սերունդների դեմ։ Առհասարակ, լավ, եկեք այդ թեմային չկպնենք, շատ այլ տեղ կարող է տանի։ Հիմա մենք ձեռք ենք բերում խաղաղություն։ Հասկանում եմ, որ մեր բնավորության մեջ այդ գիծը զարգացած չի։ Եթե խաղաղություն է, բա ինչպես ապրենք։ Եվ այո, այսօր Արման Եղոյանի ելույթը այդ իմաստով շատ լավն էր։ Դաշնակցականության մասին, ոչ թե դաշնակցություն, կուսակցության մասին է խոսք, այլ դաշնակցականության մասին։ Մեր երակների մեջ այնքան են լցրել, որ մենք մակարելու մասին ենք։ Անկամ Քրիստինե Վարդանյանը ելույթ էր ունենում։ Բանը, ասում էր, չէ, եթե ուզում եք լավ ապրեք, գնացեք Բելգիայում, Ֆրանսիայում, բանում լավ ապրեք, Ամերիկայում, Հայաստանում պիտի մակարեք։ Հասկանում եք ինչ էր ասում, դաշնակցության ներկայացուցիչը։ Այսինքն այդ դաշնակցականությունը մակարելու, գոյապայքարի եւ այլն, մեր երակների մեջ է դրած։ Եվ ես հասկանում եմ, որ մենք դժվարությամբ ենք պոկվելու դրանից, որովհետեւ այո, ունենք արդար հիշողություններ եւ այլն եւ այսպես շարունակ։ Լավ, անգամ ցեղասպանությունը, որպեսզի ճանաչվի օրինակ, հա, Թուրքիայի կողմից ընդունվի վերջնականորեն եւ հատուցվի, դրա համար նույնպես հարաբերություններ են պետք։ Դրա համար նույնպես խաղաղություն է պետք։ Եվ եկեք ռեալ դատենք։ Մենք լինելով կիսանկախ վիճակում, չգիտեմ, ռուսի սապոգի տակ, կարող ենք պարտադրել Թուրքիային, որպեսզի նա, չգիտեմ ինչ անի։ Չէ, մենք պիտի սկսենք հարաբերվել, մենք պիտի խաղաղություն կնքենք, մենք պիտի սկսենք հարաբերվել, հետո քիչ-քիչ մտնել երկխոսության մեջ նույն ցեղասպանության թեմայով, որպեսզի մարդը հասկանա, դիմացինը հասկանա, որ եթե ինքը չի ընդունում իր մեղքը, ինքը դրանով հարաբերություններ է փչացնում, այսինքն կորուստ է ունենում։
Հասկանում եք։ Սա առնվազն։ Սա առնվազն։ Մենք չենք կարող Թուրքիայի վրա ոչ հարձակվել, ոչ պատերազմել հետը։ Գիտեք, եթե օրինակ թեկուզ 21-րդ դարում հայդուկական պայքարներ լինեին ու լինեին հայդուկապետեր, օրինակ լիներ Անդրանիկ Օզանյանի նման մի փառահեղ մեկը, շատ հնարավոր է ես էլ զինվորագրվեի իրեն ու տենց մենք ինչ-որ պայքարներ մղեինք։ 21-րդ դարում իհարկե այդ մասով բան։ Բայց հարցեր առաջանում, ժողովուրդ ջան։ Նույն դաշնակցությունը այն որ ունի ինքնահայեցման խնդիր։ Երբ որ մենք առաջին հանրապետություն էինք ստեղծում, դեռ 1918 թվականին, բոլորը գոհ են եղել այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության տարածքներից, թե ինչ տարածքներ պիտի ընդգրկի հայերի պետությունը։ Գոհ են եղել բոլորը, ոչ, բայց դա եղել է այն եզակի հնարավորությունը 100-ամյակների մեջ, երբ մենք կարող էինք ունենալ պետություն։ Ցավոք 2 տարվա կյանք ունեցավ։ Հետո դարձավ հայկական ՍՍՀ։ Բայց հետո երրորդ հանրապետությունը, որ ստեղծվել է, այդ Ալմաթայի հռչակագիր եւ այլն, չէր ստեղծվի մեր ժամանակներում, եթե հայկական առաջին պետությունը այն ժամանակներում ստեղծված չլիներ։ Եվ դա եղել է պայքարների արդյունքում։ Դա եղել է համաշխարհային առաջին պատերազմի որոշակի աշխարհքաղաքական իրավիճակում, երբ ստացվել է, կպցրել են գազին։ Որովհետև եթե դա այլ կերպ հնարավոր լիներ, ապա 600 տարի չէինք լինի այլ պետությունների բանի ներքո, հա։ Ընդ որում այդ ընթեզ ժամանակներ են եղել, երբ որ ունեցել ենք հզորագույն ռազմավարներ, էլի, ոչ թե այս կլանները, ովքեր բանակից գողանում տուն էին սարքում։ Հասկանում եք։ Մենք պիտի ընկալենք սա։ Մենք չենք կարող սա չընկալել։ Եվ եթե ձեզ թվում է, որ օրինակ Հայաստան-Ադրբեջան պատերազմ լինելու դեպքում տնից տեղից հեռու Ադրբեջանը իր հին դաշնակիցներին չի օգտագործելու Հայաստանի դեմ, սխալվում եք։ Սխալվում եք։ Հետո էլ պիտի գնանք, չգիտեմ, որ փուճախից ելնենք, ասենք, ախպեր կարևորը մենք լավ կռվեցինք, չգիտեմ, 5-10 պետության դեմ էինք կռվում։ Բայց կոնին ինչ է եղել։ Հիմա են մարդիկ, ովքեր համաձայն չեն այս տեսակ խաղաղությանը, չգիտեմ, տեսակը բնութագրելով մարդիկ ամեն մեկ իրենց կարծիքն է ասում, իրենց գործն է, ես կարծիքների մասով, եթե անգամ համաձայն չեմ կարող չասել, որ մարդը ունի կարծիք ունենալու իրավունք, բայց այդ տիպի մարդկանցից մի երկու հոգի կան, բլոգեր բան, զրուցում ենք։ Ասում եմ, բա դու ո՞նց ես կարծում։ Ասում եմ, մենք պիտի կենտրոնանանք, թափով ուժեղանանք, օրինակ ես գայի վարչապետ, սաղ փողերը կդնեի, զենքերը կառնեի ու հարցը վրեժը կլուծեի։ Հա, ասում եմ, փաստորեն այդ սաղ ընթացքում Ադրբեջանը ոչ էլ Թուրքիան արտաքին հետախուզություն չունեն, չեն իմանում, որ դու զենք ես առնում, որ դու զինվում ես, ասում են լավ, հələ մի րոպե, ախպեր ջան, տենանք ես մարդը ինչ անում, դու ստեղ սաղ պատրաստվում ես, ուժեղանում ես, չնայած լավ բանակ ունենալու համար լավ տնտեսություն է պետք, լավ տնտեսություն ունենալու համար ենթակառուցվածքներ են պետք, ենթակառուցվածք նշանակում է միջազգային բան ճանապարհներ ես, ամենը ջանդա, մի կողմ, ասենք թե մենք մարդ մեր ունեցածը դնում ենք, բանակը ուժեղացնում, գնում, բան ենք անում, հարց ենք լուծում, հա, այդ սաղ ընթացքում իրանք սենց նստած սպասում են, հասկանում եք, սա ամենացավալի բանը այս զրույցի գիտեք որ հատվածն է, որ մենք տասնամյակներով լինելով ու ապրելով կոնֆլիկտային իրավիճակում, պատերազմական իրավիճակում,
Մենք անգամ չենք հասկացել, թե ինչ է իրականում պատերազմը։ Մենք խորքային ձևով չենք ըմբռնել ու ցավոք սրտի որոշակիորեն չենք էլ ցանկանում ըմբռնել ինչ է պատերազմը։ Գիտեք, շատ հեշտ է, շատ ավելի հեշտ է կառավարել այնպիսի երկիր, որը պատերազմական իրավիճակի մեջ է, մյուս կողմից էլ ունի ռազմավարական թեկուզ դավաճան, բայց դաշնակից, ում պատրաստ է նվիրել ամբողջը, մենակ թե ձգձգվի ինչքան կարա բանը, այս իրավիճակը։ Իսկ այդ խաղաղությունը դժվար է կառավարելը, որովհետև խաղաղությունը երբեք չի ավարտվում։ Չկա մի իրավիճակ, որը որ ամենավերջնական խաղաղությունն ու վերջ դու սերունդներին 1000 տարիով ապահովագրում ես, հավերժ ապահովագրում ես, չկա տենց իրավիճակ, որովհետև այո խաղաղությունը ամենօրյա աշխատանք է։ Իհարկե սկզբում մեր պարագայում, մեր ու Ադրբեջանի պարագայում շատ ավելի բարդ ու ծանր աշխատանք է, որովհետև ինքը պարունակում է նաև հոգեբանական նրբերանգներ։ Շատ լուրջ զգուշավորություն է պետք դրսևորել, բայց այնուամենայնիվ անգամ եթե հաղթահարենք այս բարիերները ժամանակի ընթացքում, միևնույնը անընդհատ աշխատանք է դա։ Հիմա Ռուսաստանի թեզը պաշտպանողներին մի քիչ ուզում եմ այս մասով իսկապես էլի զրուցենք։ Առհասարակ, տեսեք, Ռուսը երբ որ մտավ հարավային Կովկաս, եմ որ ասում եմ թող օրհնվի այն Սահաթը։ Մատմահեր Գրիգորյանը էր այդ տղան։ Մի օր դրա այս վերջի ելույթներից մեկը դնելու եմ զուգահեռ հետը գնամ, որ ըմբռնելի լինի, ինչ են խոսում, բայց իրականում ինչն է ու մանիպուլյացիաները որտեղ են կայանում։ Ռուսը երբ մտել է հարավային Կովկաս, Հայաստան անունով երկիր կամ տարածք չի եղել։ Եղել է հայերի, եղել է մի հատ տարածք, որտեղ էթնիկ հայեր են բնակվել, ընդ որում այս հայերի նույնպես տեղափոխել են այս կողմից այն կողմ, այն կողմից այս կողմ։ Իրա կռիվը չի եղել հայերի համար։ Իրա կռիվը եղել է Պարսկաստանի հետ տարածքների համար։ Վերջ։ Վերջ։ Իսկ այդ տարածքներում ցանկալի է որ մարդիկ ապրեն։ Էթնիկ հայերն են, ապրեք։ Ապրեք։ Всё, չեն եկելու հայերին փրկել։ Ու այս փրկչական պատկերացումները աշխարհյան ապուշությունն է, որ ես հաճախակի լսում եմ։ Դրանից հետո, խոսքը այո, Գյուլիստանի, հետո Թուրքմենչայի պայմանագրերի մասին է։ Դա Հայաստան, որտեղ եք տեսել այնտեղ, անգամ հայեր տերմինը չկա այնտեղ։ Բացեք բաները, պայմանագրերը հրապարակային, փաստաթղթեր են դրված են, Google-ով դժվար չի գտնել Գյուլիստանի պայմանագիր, Թուրքմենչայի պայմանագիր։ Անգամ ես եթերով կարդացել եմ ձեզ համար այդ երկու պայմանագրերն են, եթե չեմ սխալվում։ Դա ռուս-պարսկական համաձայնություններ են պատերազմի ավարտի հետ կապված, ընդ որում որոշակիորեն իրենք կապիտուլյացիոն տերմինոլոգիա են մեջները պարունակում, բանը Ռուսաստանի կողմից պարսիկների դեմ, այսքան բան։ Իսկ Օսմանյան կայսրությունում գտնվող մեր պատմական հայրենիքի ավելի մեծ հատվածը Արևմտյան Հայաստան ենք մենք անվանում դրան։ Արևմտյան անվանում ենք, ընդ որում տեսեք, Արևմտյան եւ Արևելյան Հայաստաններ խոսույթը նույնպես գալիս է այս երկրներ, նույնպես դրսից է գալիս, դա մեր խոսույթը չի։ Որովհետեւ Հայաստանը երկու մասի երբ որ բաժանվում էր Օսմանյան կայսրության եւ Պարսկաստանի միջեւ, զուտ աշխարհագրական առումով ասեցին Հայաստանի այդ ժամանակների Հայաստանի, ոչ թե այդ ժամանակների հայքի, հայերի երկրի արևմտյան հատվածը Օսմանյան կայսրությանը, արևելյան հատվածը Պարսկաստանի։ Ու իրանք ու սա մենք բերեցինք մեր խոսույթ, ինքներս կիսելով մեր հայրենիքը։ Սա տնենք մի կողմ, այստեղ շատ չխորանանք։ Ընդ չէ կարող է
ստացվի, որ մենք առհասարակ խայտարակ պատկերացումների տեր մարդիկ ենք։ Բայց այս ամեն ինչին իհարկե պրոպագանդան է ազդել։ Հենց պրոպագանդան, քարոզչությունը։ Հետո Հայաստանը ամեն դեպքում ցեղասպանությունից հետո, Արևմտյան Հայաստանում ցեղասպանությունից հետո, իսկ Արևելյան Հայաստանում էլ ամեն բան կարգին չէր, օգտվելով հարմար առիթից առաջին համաշխարհային պատերազմ, թուլացած կայսրություններ եւ այլն, հռչակեց իրեն պետություն։ Ոչ մեկ չի օգնել, որ մենք ստեղծենք պետություն։ Ռուսաստանը հատկապես։ Նա մենք ստեղծեցինք պետություն թուրքերի քթի տակ։ Ինչից կատաղեցին սրանք։ Այդ արանքը Սարդարապատ, մյուս։ Բայց միևնույնն է մենք ստեղծեցինք այդ պետությունը։ Այդ ժամանակ մենք այդ պետությունը, որ ստեղծել ենք, այդ պետությունը կառավարվել է, ընտրել է դիվանագիտություն։ Դիվանագիտության մեջ որոշում է կայացվել, որ ես կարող եմ ընթերցել այդ փաստաթղթերը անգամ, եղբայրական Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները։ Ցեղասպանությունից 3 տարի հետո։ Եղբայրական Թուրքիայի, որովհետև այդ ժամանակ խիստ անհրաժեշտություն էր, որ հավելյալ չգրգռենք մեր դեմ մեր թշնամիներին։ Մեր պետությունը արարենք, ամրացնենք, հետո կհասկանանք։ Ցավոք սրտի, Ռուսաստանը էլի մտավ Հարավային Կովկաս։ Մտավ ու 1920 թվականին ընդ որում Հայաստանի ներսում նույնպես եղբայրասպան պատերազմներ հրահրելով մի խոսքով զավթեց Հայաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը դարձավ սովետական սոցիալիստական հանրապետություն եւ ուժով մցվեց ԽՍՀՄ կազմի մեջ։ Այսինքն 1921 թվականին արդեն ստեղծվեց հայկական երկրորդ հանրապետությունը, բայց կայսրության կազմի մեջ ուժով։ Ինչ էր եղել, ապրում ենք մեր պետությունն էր։ Եթե Ռուսաստանը ուզում էր մեր փրկել, առնվազն թողել մեր պետության մեջ ապրենք։ Հետո սկսեցին հիմնական ֆինտ ու ֆլուշկեքը։ Արդեն իրանով արել, ասողը ինքն է։ Նախիջևանը, մի հատ հենց դեմից Թուրքիայի հետ Արարատ լեռով, բանով, սաղ, արևելյան Հայաստանից կտրեցին տվեցին թուրքերին, որպեսզի հաշտվեն ու հազարատ հարց ունեն դեռ լուծելու։ Սրա մասին մենք չենք խոսում, քիչ ենք խոսում։ Այսինքն ինքը համարելով, որ սա արդեն իր տարածքն է, իր տարածքից մտավ սակարկության մեջ Թուրքիայի հետ։ Մեր հաշվին մտավ սակարկման մեջ։ Սա եւս մեկ փաստ է, ինչու չի կարելի մտնել միութենականության շրջանակներ։ Հետո կտրեց Նախիջևանը։ Բայց գիտեք ինչ, եկեք թող սա լինի, չգիտեմ, ինքնավար եսիմ ինչ։ Հետո կտրեց Արցախը։ Արցախը ճանաչեց սովետական միությունը, Ռուսաստանը ըստ էության, կայսրությունը, վերաձևակերպված, վերաձևափոխված կայսրությունը, վերաանվանված։ Արցախը դրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ, իրավունքի տեսանկյունից ինքնավարության որոշակի բաներով։ Խնդրեմ։ Սա Ռուսաստանի կայսրության, այնուհետև խորհրդային միության լավությունները։ Հետո սկսեց աշխատացնել պրոպագանդան, եղբայրական երկրներ, պետություններ, մի խոսքով։ Հետո դրանից մի 20 տարի հետո սրվեցին դարձյալ խորհրդային միության ու Թուրքիայի հանրապետության միջև հարցերը։
Ինչ անել, Թուրքիան որտեղից պիտի հարձակվի խորհրդային միության վրա, կամ խորհրդային միությունը որտեղից կարա հարձակվի Թուրքիայի վրա, երկու բան կա, մեկը ծովային հատվածն է, Սև ծովը, գրեթե ամբողջությամբ, մյուսը Վրաստան-Հայաստան ուղղությունը, ցամաքային այլ կապ խորհրդային միությունը Թուրքիայի հետ ոնց որ թե չունի։ Ինչ պիտի արվի, պետք է հանրությանը նախապատրաստեն հնարավոր պատերազմին։ Այսինքն առաջին գծում ժողովուրդը պիտի առաջին մեծ հարվածը իր վրա վերցնի, ոնց որ օրինակ բանին երկրորդ համաշխարհայինի ժամանակ առաջին մեծ հարվածը Ուկրաինան վերցրեց իր վրա, չէ՞, խորհրդային միության հետ առաջինը Ուկրաինա ամենամեծ ամենաշատ ինքն է դուրել, Ռուսաստանն ոչ մեկ այդքան չի դուրել։ Ուկրաինան, հետո Բելարուսիան։ Ժողովուրդը պիտի պատրաստ լինի, մինչև զորք զենք կտեղափոխվեն բաման գլխավոր ճակատամարտերի համար, պիտի ժողովուրդը պատրաստ լինի դրան, որպեսզի պատրաստ լինի դրան, իր մեջ պահանջատիրական զգացողությունը, հայրենասիրություն եւ այլն, պետք է բարձրացնել դիմացինին, թշնամին, բարձրացրեցին։ Այդ թվականներից սկսած թույլատրեցին Հայաստանում խոսել Արևմտյան Հայաստանից։ Իհարկե, իրենց ձևակերպումներով, դու չէիր կարող ազատորեն խոսել, որովհետև դա չէր կարելի։ Պիտի իրենց հրահանգած ձևակերպումներով խոսվեր։ Ընդդուք մինչև Արարատի մասին։ Եվ ես հաղորդման շրջանակներում կարդացել եմ այդ նյութը, նույն Հովհաննես Շիրազի բանաստեղծությունը, որը Արագածին աննվիրված, տառացիորեն ընդամենը Արագածը փոխվել է Արարատով ու վերահրատարակվել է։ Այստեղ եթե դիտավորություն չի, ինչ է։ Մի խոսքով, ու գնաց այդ քարոզը։ Ընդհանուր առմամբ ինքը լավ քարոզ է, վատ քարոզ չի։ Որպես հայ ես տեսանկյունից։ Բայց այդտեղ կեղծիքը այնքան շատ է, որ իրական գնահատականը, տրամաբանությունը, սառը հաշվարկը կորում է այդ զգացմունքայնության մեջ։ Ու մեզ ըստ էության օգտագործեցին։ Հետո Ռուսաստանը, երբ որ սովետական խորհրդային միությունը փլուզվում էր, իսկ ցանկացած կայսրություն, երբ որ փլուզվում է, շատ տեկտոնիկ վիճակ է ստեղծվում ամբողջ աշխարհում։ Եվ իր սահմաններով այն հարցերը, որոնք որ ֆինտու ֆլուշկեք էր արել, դրանք խնդիր էին դառնալու։ Եվ նա որոշեց կառավարել, ստեղծել կոնֆլիկտները եւ կառավարել, ժամանակ չտալ այդ երկրներին զարգանալու ճանապարհը ընտրել, ունենալով հերահար հաշվարկ, հետագայում դարձյալ ոտքի կանգնելուց հետո սրանց վերականգնել եւ ընդգրկել իր տարածքների մեջ։ Որպեսզի հեքիաթ չթվա ասածս, ասեմ ձեզ ժողովուրդ ջան, Ռուսաստանի Դաշնությունը ամենակիչը մշտապես ունի 50 տարվա ծրագիր։ Մշտապես, ասենք այսօր 50 տարվա է, վաղը զարթեց էլի 50 տարվա է, մի տարի հետո զարթեց էլի 50 տարվա, մշտապես 50 տարի հետո իր հաշվարկը ունի։ Ամերիկան ունի 100 տարվա հաշվարկը։ Իհարկե որոշ իմպրովիզացիաներ արանքը կարող են լինել, բայց ռազմավարական ծրագիր իմիջիայից ամենաերկար հաշվարկը ունի Մեծ Բրիտանիան 200 տարի։ Այսինքն ինքը այսօրվա իր գործողությունները 200 տարի հետոյի համար են։ Եվ Ռուսաստանը ստեղծեց այդ կոնֆլիկտը։ Սա մենք բացեք ինչ ունենք հայ-ադրբեջանական հարավային Կովկասում, ստե ջավախք ունենք։ Սրա մասին մոռացել են դաշնակները, այսօր թե երեք մի փոքրիկ հիշողություն թարմացվեց։ Ինչ ունենք, ջավախք ունենք։ Եկեք հայերին վրացիներին կպցնենք իրար ախպեր, հագցնենք իրար։ Լավ է։ Ջավախահայություն մտան KGB-ի գործակալները սկսեցին։ Բայց գիտեք ոնց միավորվել, վերամիավորվել, մեր պատմական հայրենիքը կպցնել էլի իրար եւ այլն, սենց բաներ, անգամ ասեմ ավելին, ջավախեցիները թույլ չեն տա, որ ես խաբեմ, այդ ժամանակները մի երկու վերտալյոտ հասցրեցին զենք տեղափոխել ջավախք։ Հասկանում եք։ Հետո հաշվարկային մասին, բայց այս հայերին ու վրացիներին իրար հետ հագցնելը մի քիչ բարդ թեմա է,
նախ երկուսը քրիստոնյա ժողովուրդներ են, եւ եթե ռազմական գործողությունները լինեն, սա ուղիղ գծով են Թուրքիայի պատնա չարժի այդ պատը թույլաtsնել։ Բայց ինչ ունենք այդտեղ։ Ունենք Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտ։ Հայերը այդ են ժողովուրդ են, հանգիստ կարող ենք իր 4 կողմի հարևանների հետ կոնֆլիկտ դնել, դու ասա որ մեկի հետ ես ուզում։ Ահա։ Ինչ ունենք այնտեղ, ունենք Արցախ։ Իսկ ինչու Նախիջևան չունենք։ Հա, որովհետև Նախիջևանը Վրաստան, Հայաստան պատի շարունակությունն է Թուրքիայի հետ։ Իսկ ինքը խնդիր չի ուզում ունենա Թուրքիայի հետ, ինքը քանդվող կայսրությունն է։ Իրան պետք չի ստեղծել Թուրքիայի սահմանին ցնցումներ։ Դեպի այն կողմա պետք։ Լավ։ Ունենք Արցախ։ Ու սկսվեց։ FSB-ն մի հատ սիրուն ֆրազ, KGB-ն, մի հատ Բաքու, Սումգայիթ, ջարդերը, դրանք ինչ-որ մեկը կասկածում է, որ դրանք կազմակերպված ջարդեր են եղել, ու պարզապես չէին կարող խորհրդային երկրում նման մասշտաբի կազմակերպված ջարդեր լինեն, որևիցե տարածքում, որևիցե ժողովրդի նկատմամբ։ Ասենք, մարդիկ կան, որ տենց հարիվ մեռնում են, սա չգիտեն, թե չեն ուզում հասկանալ։ Ապա ով պիտի թույլ տար, ով պիտի երաշխավորել, որ մենք օքեյ ենք։ Կա տարածաշրջանում մեկ այլ կայսրություն, որ դա թույլ էր տալու։ Ոչ, ռուսները։ Իհարկե այստեղ կլինեն մարդիկ ասում, բա թուրքերը, չէ, սա վտանգ, հələ որ խորհրդային միությունը կայուն է, որովհետև ջարդերը տեղի էին ունենում խորհրդային Ադրբեջանի տարածքում։ Ալմատուրաները 60 սանտիմետրանոց սերը կեռիկով արտադրված էին խորհրդային երկրի տարածքում եւ պատվերը գնացել էր խորհրդային երկրի ռուսաստանյան տարածքից դեպի եթե չեմ սխալվում Սումգայիթով գործող ձեռնարկություն, որի տնօրենին էլ այդ ժամանակները թափով դատարին փագին գնաց։ Այս ապուշն էլ միամիտ հելավ ասեց, այդտեղ պալի տարեց, էլի, հելավ ասեց, բայց այս պատվերը Մոսկվայից եմ ստացել։ Ասեցին խեն ձեր մոտ sense բան արտադրել, արմատուրեք ծերը կեռիկով սուր։ Հասկացաք չէ՞, մի ծերը սուր, մյուս ծերը սասկեր։ Պատվերը Մոսկվայից է եկել։ Հազարներով։ Հասկանում եք։ Այսինքն հրահրեց կոնֆլիկտը, էփելով Արցախի թեման, մոռացնել տալով, մեզ միշտ ասում են, չէ, բա մեր հայրենիքն է, բան, օքեյ, մեր հայրենիքն է։ Արա բախի հետ մեր հայրենիքի ազատագրման ժամանակ Նախիջևանի հետ կապ չեք ունեցել։ Ինչի է Լևոն Տեր-Պետրոսյանը արգելել դա ամբողջովին դատարկված Նախիջևան մտնել։ Որովհետև դա այն առաջարկի տրամաբանությունից դուրս է։ Ինչի Ջավախքը պատմական հայրենիք չէր։ Նախապատրաստություններն էլ այդքան տեսած էր։ Եվ այո, այսօր Վահագն Ալեքսանյանն էլ լավ է, բայց Ուրմյան պատմական հայրենիք չէր, Պարսկաստանի հետ խի հարց չունեք, բա։ Հա, չէ, այնտեղ չեք ունենա, այնտեղ պատգամավորներ ունեք, չէ, բան դաշնակցությունը հիանալի աշխատում անդե։ Ինչու համար գտնելից փորձանք բերենք ապե, չէ, ինչ հայրենիք ինչ բան։ Այսի Պարսկաստանն է, մենք այստեղ ապրում ենք խաղաղ, եղբայրական։ Անկամ մոռացել են թե պատմության ընթացքում բանը Պարսկաստանը, Իրանը պատմական այլ անուններով տարբեր ժամանակներում քանի անգամ հայ ժողովուրդ ցեղած բանել։ Սենց թեմա օրակարգի չեն էլ բերում։ Որովհետև այդ պահանջարկը չկա առայժմ։ Եվ խորհրդային միությունում էլ այդ ցեցը գցած չի եղել։ Իրանի հետ օքեյ։ Հասկանում եք։ Մի խոսքով, ու այս կոնֆլիկտը, ես սենց ասեմ, հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Կրեմլը 10 վայրկյանում կարող լուծեր։
10 վայրկյան, գիտեք, մի րոպեում չէ։ Մի րոպեում 6 հատ այդպես կոնֆլիկտ կարող լուծվեր։ Չի լուծել։ Ինչի՞ չի լուծել։ Ով է Ադրբեջանը եւ ով է Հայաստանը այդ ժամանակ խորհրդային Ադրբեջանը, խորհրդային Հայաստան։ Այս ովքեր են, որ ինքնագլուխ կոնֆլիկտներ ունենան, ինչ որ Արցախի հարց բարձրաձայնեն մի տարածքի, որը ինքն է տվել։ Դա պիտի լիներ կառավարելի, ու եղել է կառավարելի։ Եթե սրան էլ գումարում ենք, որ մշտապես Ադրբեջանում կառավարել են չեկիստները, Հայաստանում նույնպես մշտապես կառավարել են չեկիստները, շատ սիրուն դասավորված գնացել է։ Էլ չեմ խոսում Արցախաշենի եւ ոսկե բարի կալցով օպերացիայից բացարձակ չեմ խոսում, դեռ sense բաներ չեմ խոսում։ Չգիտես ինչի հայերին չի ներկայացվում անգամ, որ Հայաստանը այդեն երկիրն է եւ հայ ժողովուրդը այդեն ժողովուրդն է, ով որ խորհրդային կարգերի դեմ 2 անգամ պատերազմ ա մղել։ 2 անգամ։ Ոչ մեկ էդի չի ունեցել։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանը 2 անգամ խորհրդային կարգերի դեմ ու պետության դեմ պատերազմ մղել։ Մեկը 1920 թվականին, մեկը կալցո օպերացիայի ժամանակ 89 թվականին։ 90-ականներ։ Երբ որ այդ կալցո օպերացիան իրականանում էր ու սկսվում էր կոնֆլիկտը Ադրբեջանի հետ ու սկսվեց կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, Հայաստանը անկախացել էր, Ադրբեջանը դեռ ոչ։ Ադրբեջանում հայ կամավորների դեմ կռվում էին խորհրդային զինվորները։ Լավ, գերակշռող մասը թողնում են ադրբեջանցիներ, բայց մտ բացեք բանի Ազգալյանի կենսագրությունը նայեք, Կրպեյանի առասարակ նռնակը քաշում դնում է ռուս գեներալի դոշին, ասում է հենց իմի գմբում ենք իրար հետ, ջեբից այդ քարտեզները դու տանում է ռուս գեներալի ձեռս տանում է կոնկրետ քարտեզները։ Բայց ռուս գեներալը դա ինչ գործում էր։ Հին կամավորները ազատագրական շարժման շատ պատմություններ ունեն ռուսների հետ կապված, մեկ որ իրանց լսեք, ուկրաինացի լյոչիկներ բան, եւ այլ, ռուս լյոչիկներ, սնայպերներ բան։ Մի խոսքով, տեսնում է, որ արդեն հայ-հայը գնում վայ-վայ են ամնում, ասում է լավ, հլա դադարեք, 94 թվին կնքում են հրադադարը, Ռուսաստանի կառավարությամբ։ Ու այս հրադադարը չի վերածվում խաղաղության, ոչ մի ձև։ Ինչքան կարան ձգում են, բոլորին շահեկան է։ Այդ հարցը կլուծենք, միջև որ ինչ-որ պահին նոր խաղացողներ են ներգրավում, Ռուսաստանը հասկանում է, որ շուտը շատ է ձգվում, եք չի կարա միայնակ որոշումներ շատ կայացնի, մի խոսքով, դժվարանում է, ու ինքը պիտի փորձի արդեն այս բանից դուրս գա, ոնց կարա դուրս գա, Հայաստանը սենց տնենց Իրանն է, իսկ Ադրբեջանի հետ հարցեր կան, Ադրբեջանի ունեցած հարստությունների վրա սաղ աշխարհի աչքն է։ Ու որպեսզի Ադրբեջանին կարողանա նույնպես Իրանը սարքի, պիտի այդ կոնֆլիկտի լուծումը լինի հօգուտ Ադրբեջանի։ Վերջ։ Միակ բանը, որ ինքը կարա անի, կոնֆլիկտը ձգելն է, մնացած հարցը չի կարա հայերին օգտակար լինի ոչ մի ձև, ճիշտ հակառակ, Իրան ձեռնտու է, որ կոնֆլիկտը լուծվի Ադրբեջանի օգտին։ Եվ ըստ էության դրա համար էլ միայն մի կոնտրակտով 5 միլիարդի զենք է ծախում։ Այդ ժամանակ ընդ որում Փաշինյանի կարգերը չեն եղել է Սերժի, Քոչարյանի, իրենց սիրելիների կարգերը։ Ինչա ծախում այդ զենքը։ Որպեսզի ըմբռնելի լինի ժողովուրդը, պետությունները չեն կարող ունենալ ավելի շատ զենք, քան պահանջվում է։ Այնպես չի, որ ինչքան ուզենք զենք կարող առնեն ինչ-որ մի երկիր պետություն, ոչ։ Պիտի աչոտել տանել ինչի համար է, ոնց ախի է։ Այդ չեն էլ տալիս արտաքին հետախուզությունները մյուս երկրների այդ աչոտները տանում ներկայացնում են։ Ու բոլորը գիտեն, որ Ռուսաստանը զենք է վաճառել, որպեսզի Ադրբեջանը Արցախի հարցը լուծի։ Վերջ։ Հիմա այստեղ, եթե Արցախի հարցը լուծվում է, մի րոպե, բա որ մի բան են չգնա։ Ու Մեղրիով Միջանցքի վրա հարցեր կան։
Մատել է տեղա մի քիչ ցեխում խառնում իրար 44 օրյա պատերազմը։ Սկսվում է Ռուսաստանը ոչ մի բան չի անում, բացարձակ ոչ մի բան։ Ռուսաստանը իրան պահում է, ոնց որ, չգիտեմ, Կամբոջան կարել իրան պահել։ Ասենք հայտարարություն անել բան։ Շատերը ասում են հոկտեմբերի 19-ին կարել բանը Ռուսաստանը ուզեցել է կանգնեցնել հայերը բան։ Սա խոսում են այն մարդիկ, ովքեր չեն եղել պատերազմի դաշտում։ Հոկտեմբերի 19-ին, երբ որ այստեղ ասում են ոգևորվել են, որ այ Ռուսաստանը ոնց որ ասեց, հրադադար է սա լինելու, մի վայրկյան չի դադարել ռմբակոծությունը մեր գլխին։ Այդ սնարյադների կարկուտը միշտ շարունակվել է։ Մենք ոչ մի տեսակ հրադադար մի րոպեով չենք զգացել, մի րոպեով անգամ չենք զգացել։ Եվ երկրորդ, ես ուզում եմ այս ռուսամետ ներկայացուցիչների մի բան էլ տեղեկացնել, կարող է չգիտեն դրա համար են այդքան վստահ։ Առհասարակ, որպեսզի մի երկիրը մյուս երկրին օգնի, դրա փոխարեն պետք է ունենա մեկ այլ շահեկան առաջարկ իր համար։ Ասենք կարա ասի Հայաստանի դիմի ասի կարաս մեր պատերազմը կանգնեցես, ասի կարամ։ Փոխարենը ինձ օրինակ, եթե կտաս ատոմակայանը, Երևանում սենց արտոնություններ, սահմանագծում սենել ու կանգնացեմ, հարց կա։ Ու դու արդեն պետք է հաշվարկել ես, գնաս այդ ճամփով թե չգնաս։ Ու այդ հաշվարկը րոպեների հարց է, վայրկյանների հարց է անգամ։ Շատ դեպքերում։ Այնտեղ զոհվում են դեռ։ Հասկանում եք, բարդություններ կա։ Եվ չի կանգնացնում։ Այնքան ժամանակ, երբ որ մոտավորապես հասկանում է, որ կարա հիմի կանգնացնի, հետո կսխմի Հայաստանին, ոչինչ, որովհետև իր ագենտուրան ստեղ շատ լավ արդեն պատրաստված է։ Այն 20 թվականի 44 օրյա նոյեմբերի 9-ից հետո մինչև մայիսյան ընտրություններ 21 թվականի թարսապտտվում չարխը։ Տեսնում է, չի լինում, ասնում է պլան B-ին։ Մնացածը բոլորիս աչքի առաջ է եղել։ Մի խոսքով Ռուսաստանը իշմտել է հարավային Կովկաս, միայն կոնֆլիկտներն ու պետականության կորուստ։ Հիմա, ինչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին, շատ բան տեղի չի ունեցել։ Շատ քայլեր տեղի չեն ունեցել։ Ընդամենը Ամերիկան մտել է հարավային Կովկաս։ Ոսուրից պատերազմ պետք չի դետայք։ Վերջ։ Մեծ երկրները իրենց ազդեցության գոտիներով տենց են հարցը լուծում։ Իմդ պրծեքել է։ Հա, միջազգային օրենք բաներ, իրավունքներ եւ այլն, հա։ Ճանաչեցիք իրար տարածքային ամբողջականությունը։ Դե դե գնացեք մնացածը գազམ-կնային մասերը ցեք բավարարել ձեր ժողովրդի վերջացավ։ Չի կարա լինի այդտեղ պատերազմ, որովհետև այդտեղով պիտի բեռներ անցնեն, որ աշխարհը պիտի այդ տարածաշրջանում չի կարա տեկտոնիկ իրավիճակ լինի վերջ։ Սա կարող անել Ռուսաստանը, որովհետև տարածաշրջանի պատասխանատուն ինքն էր։ Գերտերությունը ինքն էր, բայց այնքան ջարեց մինչև Ամերիկան մտան։ Այսքան բան։ Ռուսաստանը կարող սկսել չթողներ, որ սկի 90-ականին սկսվի այդ կռիվը։ Դուք պատկերացնում եք, որ կարող չսկսվեր այդ կռիվը։ Եթե ունենար նման ցանկություն, կամ աշխարհ քաղաքական քարտերը այդպես դասավորված լինեին, խաղակարտերը։ Հիմա ինչ-որ շատ մարդիկ շատ բաներ մոռացած, նստած Երևանի կենտրոնում հայ-թուրք են անում։ Հայ-թուրք։ Հենց փորձում են գնանք արդյունավետ քայլերի, թուրքը բանը, թուրքը բանը, դուք չեք զգում, որ ձեր ֆոբիաներից եք խոսում արդեն։ Դուք չեք զգում, որ դրանով ցույց եք տալիս ձեր վախերը։ Իսկ ինչ Թուրքիայի հետ ինչ-որ կոնֆլիկտ ունենք, ես խնդրում եմ, ցանկացած մեկը, ով այ թուրքական ծրագիր են իրականացնում, սենց ասողներից, որևիցե մեկը ինձ մի հատիկ հարցի պատասխանի։ Խնդրում եմ, բերեք մի տող, մի բարդ, մի նախադասություն, մի թուղթ, չգիտեմ, մեկ թվի հետ կապված ցանկացած բան կարելի է բերել, որը կարող է հիմնավորի, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը ունեն կոնֆլիկտ։
Կա մեկը, որ կարա բերի նման բան։ Հայաստանի Հանրապետությունը եւ Թուրքիայի Հանրապետությունը ունեցել են կոնֆլիկտ կամ ունեն կոնֆլիկտ։ Ինչ խնդրում եմ ասեք։ Չէ, այն որ Թուրքիայի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը չունեն բարեդրացիական կապեր, չունեն դիվանագիտական հարաբերություններ եւ Թուրքիայի կողմից միակողմանի այնց նաեւ մեր վատ կառավարման արդյունքում, վատ դիվանագիտության վարման արդյունքում մի բան էլ արկել փակվել է մեր ճանապարհները դեպի արտաքին աշխարհ հանող, այսինքն սահմանափակվել։ Սա բոլորս գիտենք։ Բայց Հայաստանի Հանրապետությունն ու Թուրքիայի Հանրապետությունը իրար հանդեպ ինչ որ պահանջներ են ունեցել կամ ունեն։ Պետությունների մասին ես չեմ ասում հայ ժողովուրդը թուրքերից ինչա պահանջում։ Դրա մասին չեմ ասում Հայաստանի Հանրապետությունը շեշտում եմ կրկին Հայաստանի Հանրապետությունը, որը ստեղծվել է 1991 թվականին, որպես պետական միավոր միջազգայինորեն ճանաչված, եւ Թուրքիայի Հանրապետությունը, որը շատ ավելի վաղուց է ստեղծվել որպես հանրապետություն, երբևէ իրար հանդեպ երկու պետությունները տարածքային պահանջներ կամ կոնֆլիկտ ունեն, թե չունեն։ Խնդրում եմ ասեք, ես չգիտեմ։ Ես անգրագետ մարդ եմ, 8-րդ դասարանի կրթությամբ ցավները տանը։ Դուք բարձրագույն ավարտած եւ այլն, ես կասկածի տակ չեմ դնում ձեր բանը գիտելիքները, խնդրում եմ ասեք, մենք էլ իմանանք։ Ծիծաղելի է, չէ՞ դառնում։ Ես ասեմ ավելին, մինչև 44 օրյա պատերազմը ու դրա հետ պատերազմյան վիճակը, անգամ Հայաստանն ու Ադրբեջանը ըստ էության իրար հանդեպ տարածքային պահանջներով կոնֆլիկտ, որպես այդպիսին չեն ունեցել։ Եղել է Ղարաբաղյան հարց, որի հետևանքները բերել են նրան, որ թե Հայաստանի սահմանին են կրակոցտրել, թե ասել են նրան, որ Հայաստանի հանդեպ նույնպես տարածքային պահանջներ են գեներացվել, թե ասել են նրան, որ մենք էլ Ադրբեջանի հանդեպ ենք տարածքային պահանջներ գեներացրել եւ այլն։ Այսինքն Արցախյան խնդիր, Արցախյան հարց իր հետևանքներով։ Թող գան, Թնարիկ ջան, հենց կակրած իրանց եմ ման գալիս։ Այս ինչ ասում եմ, իրանց եմ ասում կակրած։ Մեծ եմ ուզում գան, պատասխանեն իմանան։ Մենք ըստ էության մեր հարցերը, խնդիրները, կոնֆլիկտները անգամ չենք ձևակերպել, ու նստած ճոռում խոսում ենք, ես ինչեր ենք անում։ Եվ նաև դա է պատճառը, որ տարածաշրջանում աշխարհում ներկայացնում են, որ տարածաշրջանում կոնֆլիկտագեն երկիր է Հայաստանը։ Յուրա ջան մեր շատ սիրելի։ Բերել է դրալ 89-ից 90 թվերին, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտության ժամանակ, կներեք, ռուս հատուկ ջոկատայինները սահմանից գողանում էին մեր տղերքից ու վաճառում էին ադրբեջանցիներին։ Այս մասին ես իմացել եմ իմ բարեկամից, որը սահմանին հերթապահության է եղել ու իրեն են ուզեցել գողանան, բայց չեն կարողացել, քանի որ սպորտսմեններ չեն կարողացել, բայց իր ընկերը զոհվել է ռուսների կրակոցներից։ Հարցեր կան։
Այ այն Վարդանիկին կարելի էր կանչել։ Հարցեր կան Վարդանիկը, Վաշտանիկ։ Մեր աղբերը, մեր բնական դաշնակիցը, մեր ռազմավարական միակ գործընկերը։ Չէ, ընդ որում, ես ուզում եմ ճիշտ հասկանալ։ Ես ամբողջ ես պատմում եմ ոչ թե նրա համար, որ Ռուսաստանի հետ պետք է թշնամանալ։ Չես կարող Ռուսաստանի հետ թշնամանալ։ Ու առհասարակ ամեն ինչը չի, որ պետք է դիտարկել թշնամի կամ բարեկամ դիտանկյունից։ Գոյություն չունեն հավերժ թշնամի պետությունները եւ գոյություն չունեն հավերժ բարեկամ երկրներ։ Չկա, դες բան չկա։ Բայց մեզ մտցնում են այդ հավերժականության ցիկլի տակ։ Ճիշտ հակառակ, ես ուզում եմ որպես մենք բոլոր ժամանակներին իր գնահատականը ընդհանրապես պատկերացնենք, որ մեր խոսույթի մեջ աննասուն արտահայտություններ Վաշտանիկ։ Թույլ չտանք, ապեր։ Մոլդովայում ընտրությունները եղան, ռուսները չկարեցան կրեն։ Կրեցին ցիվիլիզացիայի կողմնակիցները։ Հիմա ասենց բան ասեմ ձեզ։ Եթե Մոլդովայում լինեին դաշնակներ, ու եթե Օսմանյան կայսրությունում մի 5 հոգի էլ մոլդովացի սպանվածներ, բավարար էր, դա բավարար էր, որ Մոլդովայում ժողովրդավարական ընտրություններ տեղի չունենային, ու առհասարակ Ռուսաստանյան ուժերը, մենք այնտեղ քարոզարշավին լսել ենք թուրք, ռուս, թուրք, այս բազարները։ Հասկանում եք։ Հիմի տղեկ, խնդրում եմ, ինձ բացատրեք, օրինակ ես ինքս իմ հետ կռիվ ունեմ։ Ես ամեն օր ես ինձ հետ կռվում եմ, հիմա այս ընթացքում։ Ես նույնպես ասում եմ, որ ես չեմ կարա Թուրքի հետ հաշտվեմ։ Չեմ կարա, ես իզորու չեմ հաշտվեմ հետը։ Ես, անձամբ ես։ Մյուս կողմից ասում եմ, գնել դու պիտի վերանայես քեզ։ Դու պիտի կարողանաս, որովհետև պետության հետ համար դա է պետք։ Ու ես ուզում եմ գտնեմ խոցելի տեղերը, որպեսզի ստիպված չլինեմ հաշտվելու այդ մտքի հետ, ինձ ճիշտ հասկացեք։ Բայց ես չեմ գտնում, երբ որ տրամաբանում եմ սառը դատողությամբ, ես չեմ գտնում այդ խոցելի տեղերը։ Ճիշտ հակառակ։ Գտնում եմ, որ խաղաղությունը խիստ անհրաժեշտություն է, ու ես պիտի ջանք ու եռան չխնայեմ, թե որպես դերասան, թե որպես հասարակական գործիչ, թե որպես հանրային մարդ։ Պիտի ջանք ու եռան չխնայեմ ամրացնելու այդ գաղափարներն ու այդ գործողությունները, այդ մոտեցումները եւ այլն եւ այլն։ Բայց դա հավատացեք, այո, չերես Սիբիա տեղի ունենում։ Ես իմ վրայով ոնց որ անցնեմ։ Եվ գիտեք ինչ, այդ ես իմ վրայով ոնց որ անցնելը բնավ արժանապատվության վրայով անցնել չի նշանակում։ Չէ, դա այդ չի։ Դա սկզբունքներն են, դասիրակությունը սա։ Արմատակալած է դա այն մեջ։ Եվ այո, եթե ուզում եք թարս նստեք դուս խոսենք, ես ռազմատենչ երկերը շատ լավ է, որ կան մեր իրականության մեջ, բայց այո, նրանց տեսադարաններում, տեսադարակում դնելու ժամանակն է։ Դարակներում տեղավորելու ժամանակն է։ Գզրոցներում, պահոցներում, թող մնան իրեն, թող չվերանան, իհարկե, թող մնան եւ պետք է խնամքով պահենք։ Հարկ եղած դեպքում կանենք։ Բայց հիմա մենք այսօր էլի խոսում ենք։ Հիշում եք, որ ասում էի անկախություն գովերքող մի երկ, մի բանաստեղծություն չկա։ Ցավները տանեմ։
Ոչ միայն անկախության, խաղաղության, պետության մասին, մեր պետության մասին, մի քանի երկ կան, շատ լավն են, բայց պետք է շատ լինեն, այդ նույն ռազմահայրենասիրական, ընդ որում այդ ռազմահայրենասիրական երկերի հազար կներեք, հեսա կարող է, չգիտեմ, եղաններով հարցակվեք վրայես, բայց ես դες կարող եմ հիմնավորել ակադեմիական տեսանկյունից, եթե դա ձեզ ամենատունելի է, որ այդ ռազմահայրենասիրական երկերի 80%-ը թուրքաքրդական լադերի տակ են երկվում։ Ու շատ քիչ երկեր կան հայերենով, հայկական երաժշտությամբ, նույն այդ բաների մասին, շատ քիչ։ Սա դղկր տմբլ, մատ արանքը մուղան դղկր տմբլ, այս ժան, նույն դղկր տմբլից կարյակները ուրիշ։ Ինչ որ կարող, լսեք, ժողովուրդ, մեջը զորնա կա, լսեք։ Զորնան իմ ամենասիրելի փողային գործիքն է, բայց հենց դրա համար էլ փորձում են, հենց դրա համար էլ հաջողում են։ Թող գրի, թող ավետը գրի, ես խնդիր չունեմ իր հետ։ Իհարկե, երբ որ ինքը քաղաքականությունից է խոսում ու գնահատականներ է տալիս, ես կարող եմ իր խոսույթին հակադարձել կամ իմ գնահատականը տալ, բայց երաժշտական առումով ես ավետի հետ խնդիր չունեմ։ Ով ուզում է լինի, ասեմ ավելին, Շուշան Պետրոսյանն հետ էլ չունեմ խնդիր։ Նա ունի շատ սիրուն երկեր ու շատ սիրուն է կատարում։ Հարցը բացարձակ դա չի, բայց երբ որ խոսում ենք խոսքով էլ։ Այսպես ժողովուրդ ջան։ Այո, այսօր պետք է ըմբռնել, գնահատել կարևոր է, գիտակցել բարդությունները խաղաղության կայացման ու գնալ այդ ճանապարհով։ Որովհետև ես ձեզ վստահեցնում եմ, Փաշինյանի ասած, ձեզ 3 միլիոն վարչապետերից որևիցե մեկը, եթե հենց այս վարքյանին, հենց այս պահին լինի վարչապետ ու տեսնի սպառնալիքները, տեսնի ինչեր են տեղի ունենում, լավագույն երգը գտնելու է խաղաղություն հաստատելու մեջ։ Այդ է ինչքան որ մեկին ոնց կհաջողվի, սա արդեն այլ հարցեր է։ Այնպես որ եկեք գնահատենք, սա այս պրոցեսները գերագնահատելը անհնար է։ Եկեք գնահատենք սա ու կարևորենք մեզ համար։ Եվ առհասարակ մեր լեքսիկոնից փորձենք իրար վիրավորելու համար ազգային բնութագիր տալը հանել, իսկապես հանել։ Դրանով ոչ թե մենք վիրավորում ենք դիմացինին, այլ ի ցույց ենք դնում մեր վախերը։ Մենք դրա համար արժի որ հանենք։ Մոտավորապես այսպես, չգիտեմ, եթե ըմբռնելի եղա շատ լավ, եթե չէ, այս թեմաներով իմ կարծիքով տարբեր մոտեցումներ, տարբեր պատճառներով ու պայմաններում դեռ անդրադարձեր կունենանք, բայց ես կարծում եմ, որ